Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես ճանապարհորդ բլոգեր Նորոն եմ։ Սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Մենք Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ենք, մասնավորապես Հին Դելիում։ Ուստեղ հարյուրավոր մարդիկ ամեն օր սրանով իրենց աշխատանքն են իրականացնում ու նաև զբոսաշրջիկներին ցույց տալիս Հին Դելին, որը որ հիմա մենք կբացահայտենք միասին։ Two tickets, please. Ես գնացի Քուտուբ Մինարի մուտքի տոմսերը, օտարազգիների համար այն արժի 600 ռուպի, տեղացիների համար 40 ռուպի։ Հաշվեք տեսեք, թե քանի անգամ ավելի շատ ենք վճարում օտարազգի լինելով։ Գնանք ներս տեսնենք այս յուրահատուկ կառույցը, որը որ Դելիի ամենազբոսաշրջային վայրից մեկն է համարվում։ Մենք արդեն ներսում ենք, Քուտուբ Մինարը, ինչպես նշել էի, Դելիի ամենազբոսաշրջային վայրերից մեկն է համարվում, պատմական զբոսաշրջային վայրերից մեկը։ Սա նաև վայր է, որտեղ որ մարդիկ ուղղակի գալիս են իրենց ժամանցը անցկացնելու, իսկ զբոսաշրջիկները այստեղ գալիս են ծանոթանալու ժամանակի հետաքրքիր ճարտարապետությանն ու մշակույթին։ Այս կառույցը թվագրվում է 1200 թվականին։ Սա ավարտին չհասված մինարն է։ Առաջինի հաջող կառուցումից հետո նպատակ կար նաև կառուցել երկրորդը, որը ցավոք սրտի այսօր այս տեսք ունի։ Գնանք առաջին կառուցված բարձր մինարը տեսնելու։ Ահա եւ Քուտուբ Մինարը 72.6 մետր բարձրություն ունի ու աշխարհի ամենամեծ մինարետն է։ Չքեղ տեսք ունի, իմիջիայլոց դες ասեմ, որ ամբողջությամբ Ղուրամից դրվագներ են, գրվածքներ են, ոչ մի կենդանական ու բուսական քանդակներ չկան այս մինարեթի վրա։ Սա Քուվութ ուլ Իսլամ մզկիթն է, այո, դժվար արտասանվող բառ է, կառուցվել է 1193 թվականին, սա Հնդկաստանի նախաիսլամական ամենայուրահատուկ կառույցներից մեկն է համարվում։ Ինչու՞մ է կայանում իր յուրահատկությունը, որ սա կառուցվել է հինդուական տաճարի տեղը։ Երբ քանդվեց հինդուական տաճարը, նրանից մնացած քարերը, քանդակները օգտագործվեցին մզկիթի կառուցման գործում։
Դրա համար սյուները, որոնք որ կտեսնեք մզկիթի մեջ, դրանք ավելի հինդուական մշակույթի մաս են ասում։ Իսկ այ կամարներն ու գմբեթները դրանք իսլամական։ Մի խոսքով սա յուրահատուկ միքս է իսլամի եւ հինդուիզմի, որը կենտրոնացած է մեկ կետում։ Բայց հինդուական տաճարից մնացած եւս մի դետալ կա այս տաճարում, որը գտնվում է այնտեղ։ Ցույց տամ ձեզ։ Այս սյունի մասին էր խոսքը գնում, որը 4-ից 5-րդ դարերի կառույցի մնացորդ է։ Մզկիթի կառուցման ժամանակ այս սյունը չի տեղահանվել եւ հենց իր այս դիրքում էլ մնացել է։ Ամբողջությամբ երկաթից է, ինչն է հետաքրքիր, որ նա չի ժանգոտում ուղղակի։ Հազարամյակ շարունակ ինքը այստեղ է եւ չժանգոտած տեսքով է հանդես գալիս։ Շքեղ ճարտարապետություն, քանդակները, դետալները, ես հիմա ինչքան էլ փորձեմ ցույց տալ կամ ներկայացնել, սա անհնար է փոխանցել է, քանի որ դուք ինքներդ պետք է գաք, տեսնեք ու առավել եւս բոլոր այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են քանդակագործությամբ, այսպիսի ճարտարապետությամբ, իրենց այս վայրը միանշանակ մի քանի անգամ ավելի շատ է դուր գալու ու պատճառ է հանդիսանալու Դելի գալու համար։ Ինչպես գալ ու տեսնել աշխարհի ամենայուրահատուկ երկրներից մեկը։ Sputnik Armenia տուր օպերատորը կազմակերպում է խմբային ճամփորդություններ դեպի Հնդկաստան ինձ հետ։ Կարող եք միանալ մեր խմբային ճամփորդություններին ու բացահայտել աշխարհի ամենայուրահատուկ երկրներից մեկը։ Մենք կազմակերպում ենք խմբային ճամփորդություններ նաև աշխարհի տարբեր երկրներում։ Այնպես որ սիրով ձեզ կսպասենք մեր խմբային ճամփորդությունների ընթացքում։ Կուտուբ Մինարի տրամագիծը հիմքում մոտ 15 մետր է, իսկ ամենաբարձր կետում 3 մետր։ Ներսում ունի 379 աստիճաններ եւ բաղկացած է 5 հարկերից։ Մի քանի տարի առաջ կարող էինք մուտք գործել եւ բարձրանալ վեր, հիմա չի թույլատրվում։
Սա մզկիթի հարավային դարպասն է, որը որ առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ։ Առասարակ մզկիթի բոլոր դարպասները տարբերվել են մեկը մյուսից իրենց ճարտարապետությամբ։ Այս մեկը ուղղակի շքեղ է, քանի որ ամբողջությամբ բուսական ու կենդանական քանդակներ են, մասնավորապես բուսական, եւ ամբողջությամբ մզկիթի այս դարպաս ու նաև մզկիթը կառուցված են կարմիր ավազաքարից։ Կարծում եմ Հնդկաստանում բոլոր այն կառույցները, որոնք որ մենք տեսել ենք եւ պետք է շարունակենք տեսնել, դրանց մեծամասնությունը հենց կարմիր ավազաքարից են պատրաստված, որը յուրահատուկ տեսք է հաղորդում առասարակ կառույցներին։ Հայաստանի նման չի, որ դրսով կարենք չգան նկարել հետերև։ Որքան ատրակցիոնն է, տարօրինակ այդպես էլ նաև ադիբուդի պատրաստումը, ուրեմն ոչ թե պատրաստվում է բուսայուղի մեջ, ավազի մեջ է պատրաստվում։ Եկեք փորձենք տեսնենք համայն ինչ որ այլ տարբերություն չկա, ուղղակի անալի է, բնականաբար բուսայուղ չկա, որ աղը կարողանանք գտնել ադիբուդին, բայց համով է։ Հես է կուլոկներն ասեն։ Thank you. Գնանք նստենք այս կարուսելը։ Ուրեմն այս ատրակցիոնը արժի 100 ռուպի, ու վճարումը սենց է։ Please, yeah. This. Thank you. Արդեն իսկ ավոր վտանգավոր է թվում։ Չգիտեմ խի եմ ես ամբողջ անում ես ընդհանրապես։ Գնացի նստելու այս ատրակցիոնը։ Դուք տեսեք ինչա կատարվում հիմա։ Շարժվեցին, կարող ենք։ Կարող եք գլուխը շուտեք, խնդրում եմ։ Իձև ժպտում են, դա վախենալու է արդեն։ Մի խոսքով ընդհանրապես վախենալու չէր էքստրեմի տեսանկյունից, բայց այն փաստը, որ դուք գտնում եք շատ անվստահելի ինչ-որ մի ատրակցիոնի վրա, հետի մի փոքր վախեր բերում էր։ Ամեն դեպքում կարելի էր փոխել։ Այսքանով ավարտենք լունապարկի մեր արկածները շարժվենք առաջ։ Come. Hello, sorry. Come.
հատկացները ճամփորդությունները, որովհետև այդ ժամանակ սկսում է շատ բան արժևորել, դիտակցել, հասկանալ ու ավայո քո ճամփորդական կոնտրաստը շատ մեծ ալի։ Ու ինչքան շատ ալինում այդ կոնտրաստը, այնքան ավելի ճիշտ ես կարողանում ընկալել յուրաքանչյուր ճամփորդական իրավիճակ։ This is India. Դելիի ամենայուրահատուկ ու գեղեցիկ կառույցներից մեկն է համարվում Լոտոսի տաճարը, որը կառուցվել է 1986 թվականին։ Սա հինդուական տաճար չէ, Բահայի ուսմունքի տաճարներից մեկն է, որը ամենագլխավորն է ոչ միայն Հնդկաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Իր մեջ ունի շատ յուրահատուկ խորհուրդ այս կրոնը, իսկ կառույցը բաղկացած է 27 հերթիկներից, շրջապատված է լճակներով ու այգիներով ու ամբողջությամբ ունի լոտոսի տեսք։ Լոտոսի տաճար տանող ճանապարհը այսպիսի մեծ ուղի է, որով անցնում են բոլոր նրանք, ովքեր որ գալիս են այս տաճար։ Շատ նման է, եթե անկեղծ Սիդնեյի օպերայի շենքին, չէ, որոշակի նմանություն ունի։ Ներսից ես ձեզ ասեմ, որ ինքը ճոխ կառույց չէ, իհարկե ներսում մենք նկարանում չենք կարող իրականացնել, որովհետև ընդհանրապես չի թույլատրվում, միայն արտաքուստ կարող ենք իրականացնել նկարանում, բայց կարծում եմ սա պատճառ է, որպեսզի ինքներդ գաք Հնդկաստան, Դելհի ու տեսնեք այս տաճարը, մենք ձեզ ցույց կտանք նրան դրսից, իսկ դուք հիացեք եւ եկեք տեսեք նրան ներսից։ Եթե որոշել եք ձեր սեփական աչքերով տեսնել այս յուրահատուկ տարբերվող ու կոլորիտային երկիրը, առաջարկում եմ, որպեսզի միանաք Sputnik Armenia Tour օպերատորի եւ իմ կողմից կազմակերպող խմբային ճամփորդությունների դեպի Հնդկաստան։ Մենք կազմակերպում ենք ճամփորդություններ ոչ միայն Հնդկաստան, այլ նաեւ աշխարհի տարբեր անկյուններ։ Միացեք մեր խմբային ճամփորդություններին։ Նկարում ես։ Վերջ, ընդամենը տևեց այս ամբողջը 5 րոպե, ներսում ինչ-որ համամարտությանը նվիրված խոսքեր էին, երաժշտություն, ու առասարակ ստեղ բացակայում են որմնանկարները, քանդակները, ինչ-որ հարուստ դետալները, ու այս ամբողջի նպատակը նրանում է, որպեսզի մարդիկ իրենց ուշադրությունը ուղղեն ինֆորմացիային, խոսքին ու տեղեկատվությանը, եւ դրա համար միայն խոսափողը, որտեղ որ հաճախ անցկացվում են լսարանային քննարկումներ, սեմինարներ են անցկացվում։ Հնդկաստանը դա դեռ միայն Դելհի աղմկոտ փողոցները չեն։ Այստեղ կան բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ, որոնք որ բավականին բարձրակարգ են ու կարող ես կազմակերպել քո ժամանցը։ Այ հենց դրա համար էլ սիրում եմ Հնդկաստանը, այստեղ կոնտրաստը բավականին մեծ է։ Գնանք մի հատ կոկտեյլ խմելու։ Hello. Hi. Hello. Sir, make me the best cocktail. Best cocktail? Yeah, let's. Sure, I got it. Okay. Խնդրեցի որպեսզի պատրաստի լավագույն կոկտեյլը, տեսնենք թե ինչ կստանանք արդյունքում։
ամեն դեպքում թարմանալ հարկավոր է աղմկոտ փողոցային կյանքից հետո։ Ես կոկտեյլերի մեծ սիրահար եմ։ Տեսնենք ինչ կստացվի։ Չոր նոր համալի հետ։ Ռոմով պատրաստված կոկտեյլ է։ Մի փոքր քաղցր է, ես ավելի նախընտրում եմ թույլ քաղցրությամբ կոկտեյլները, բայց յուրահատուկ թարմացնող կոկտեյլ է։ Միանշանակ ծանրաբեռնված օրը լիցքաթափելու համար չի խանգարի այսպիսի մի քանի բաժակ կոկտեյլը։